Շատ կառուցելն էլ մի բան չի, հիմա եկեղեցին էլ ինձ վրա դրեցին, բայց կկառուցենք, Նարեկ, կկառուցենք։ Ժողովուրդ ջան, ես կառաջարկեի մի փոքր մտավոր վարժանք մենք կատարենք եւ պատկերացնենք, թե մենք 21 թվականի մայիս ամիսն է, ամսում ենք գտնվում։ Գնում եք Քարոզարշավ եւ Նիկոլ Փաշինյանը ասում է հետեւյալը. ժողովուրդ ջան, ձեզ սիրում եմ, սրտիկներ, աջ, ձախ, ես անպայման մտավոր վարժանք է, ես չեմ ասում։ Անելու եմ ամեն ինչ, որ տրանսպորտը էժանանա, անելու եմ ամեն ինչ, որ աղբահանման գները էժանանան, անելու եմ կամ հակառակը, թանկանան, անելու եմ ամեն ինչ, որ ձեր գույքահարկը այնքան թանկանա, որ դուք վարձով ապրեք սեփական տներում, ժողովուրդ ջան, այդքան ձեզ սիրում եմ։ Անելու եմ ամեն ինչ գիշեր ցերեկ, որ Արցախը հանձնենք, որ եռաբլուրը եռապատկենք։ Ու պատկերացնում եք, հետո ինքը հաղթում է եւ ձևավորում է մեծամասնություն խորհրդարանում։ Հնարավոր է դա ընդհանրապես պատկերացնել։ Այս մարդիկ, այս քաղաքական թիմը, քաղաքական խարդախներ են, խաբել են մեր ժողովրդին, ասել են մեկ բան, արել են ճիշտ հակառակը, բերել են ավերություններ, զոհեր, ընդհանրապես արել են ամեն ինչ ցույց տալու համար, որ իրենց խոսքը ունի զրոյական արժեք։ Հիմա պատրաստ ենք մենք նույն մարդկանց մի անգամ էլ մարդկանց համար քվեարկել։ Ոչ, մերժում ենք դա։ Շնորհակալություն, հասկացանք։ Հիմա ինչ ենք առաջարկում մենք։ Առաջարկում ենք, որ Երևանը պետք է զարգանա։ Տեսնում ենք, որ 8 տարվա ընթացքում ավելացնելով պարտքը 8 միլիարդ դոլարով չեն իրականացնել գոնե մեկ խոշոր ծրագիր Երևան քաղաքում, գոնե մեկը, բայց գետինը չեք մտնում։ Խոստանում էիք Աչափնյակի մետրո, 0, մեկ տրանսպորտային հանգույց չեք լուծել։ Երևանում խցանումները դարել են պրոբլեմ, ամեն մարդ օրվա մի զգալի մասը անցկացնում է խցաններում, խոստանում էին կանաչապատում, ունենք ավելի աղտոտված օդ Երևանում։ Սա նորմալ չի թիմի համար, որը 8 տարի իշխանության գլխին է, եւ կրկնեմ, 8 միլիարդ դոլարով ավելացրել է պարտքը։ Հիշեցնեմ, Լինսի հիմնադրամով ամբողջ ծրագիրը եղել է 230 միլիոն դոլար։ Հիմա ես կարող եմ ձեզ Երևանում մի քանի օր պտտացնեմ ցույց տալով, թե ինչ է կառուցված այդ ծրագրի շրջանակներում։ Ուր են այդ 8 միլիարդ դոլարը։ Լափել են։ Միայն ուտելով չեն կարա, ոնց որ իրենց բան այդ ուրախ ավտոբուսի մեջ ցավ օրը ուտում են։ Նույն ձևի այդ 8 միլիարդը բերել են, կերել, զարմանալին էլ է, որ մարսում են, փորկապ չունեն, այդ փորկապը լինելու է հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ին, գիտեք չէ, մի սարք կա, այն որ մեջը ջուր են լցնում, փորկապի միայն բուժման գործիքը դա է, բուժելու ենք, պացիենտը բուժման կարիք ունի, ժողովուրդ ջան։ Հիմա մի քանի խոսք անվտանգության հարցերի վերաբերյալ։ Մեր անվտանգության մոդելը շատ պարզ է։ Մենք ասում ենք հետևյալը. երկիրը պետք է ունենա մրցունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից։ Հասկանալի է, չէ՞։
Եվ այս երեք բաղադրիչը իրար հետ փոխկապակցված են։ Չի կարող երկիրը ունենալ մարտունակ, ժամանակակից բանակ, եթե չունի ուժեղ առաջնորդ։ Չի կարող երկիրը ունենալ հզոր դաշնակից, եթե չունի ուժեղ առաջնորդ եւ մարտունակ բանակ։ Հակառակ դեպքում դու ես պետք։ Դու գործընկեր չես, դու բեռ ես։ Եվ առանց հզոր դաշնակցի դժվար է ապահովել ամբողջական անվտանգությունը, որովհետև դու կարող ես հակադրվել փոքր երկրներին, բայց մեծ երկրների համար պետք է նաև մեծ ուժեղ հզոր դաշնակից։ Եվ սա է խաղաղության բանաձևը։ Հակառակ դեպքում խաղաղությունը ոչ թե հենված է օբյեկտիվ հանգամանքների վրա, այլ մեկ մարդու քո հակառակորդի բարի կամքի վրա։ Լավ առաստեսավ, թե վատ երաստեսավ։ Ուրեմն մեր բանաձևը սա է։ Ինչ ունենք մենք այսօր, այս երեք բաղադրիչից։ Բանակը դարել է պահականին բանակ, որտեղ բանակի 90%-ը այո միայն պահակություն է անում։ Երբեք լսել զորավարժությունների մասին, ոչ թե պարադի մասին, զորավարժությունների մասին։ Քանի տարի է չի եղել, ոչինչ չի արվում։ Ժամանակակից բանակը չի կարող լինի պահակային բանակ։ Ուժեղ առաջնորդ, ունենք մենք ուժեղ առաջնորդ այսօր։ Խայտարակություն է կզած, ծնգած, երկիրը խայտարակող, հարբեցող։ Եվ վերջապես երրորդ կոմպոնենտը, հզոր դաշնակիցը, ամեն օր հետևողական քայլելով փչացնում են հարաբերությունները այդ դաշնակցի հետ։ Ինչի համար։ Որ ստեղծեն մի վիճակ ասելու ձեզ, որ ժողովուրդ ջան, ելք չունենք, մենակ ենք, ոչ ոք մեր կողքին կանգնած չի։ Խեղճենք, ուրեմն պետք է ենթարկվենք բոլոր պահանջներին։ Ուրիշ բացատրություն այս ամենը չունի։ Միայն թշնամին է կարող առաջնորդել երկիրը այս տարբերակով։ Մենք սա մերժում ենք։ Եվ եթե դուք համաձայն եք իմ հետ, ուրեմն բոլորս միասին, հունիսի 7-ին, համար 17-ին, համաձայն եք, ուրեմն հունիսի 7, համար 17, հունիսի 7, 17, և ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար։ Սա պարզ ճշմարտություն է։ Աշխատեք ձեր բոլոր հարևանների հետ, ընկերների հետ, բարեկամների հետ, համոզեք և պետք է հասնել մեկ հստակ բանաձև։ Մեր ապագան մեր ձեռքում է և քվեարկում ենք Հայաստանի համար։ Այո, շնորհակալություն, ապրեք։